Ամեն հանդիպում, որը իրանից գնում է իր բնույթով բանակցություններ է, բայց մենք ստերեոտիպային ընկալում ենք ձևավորել, որ երբ որ խոսում ենք բանակցություններ, մեզ թվում է այդ առաջի 2-3 ժամ հանդիպումից հետո պետք է ինչ-որ անպայման փաստաթուղթ ծնվի։ Այդպես չի լինում։ Հիմա սա շուտ նախաձեռնած մի հանդիպում է, որի մասին տեղեկությունները ամբողջ օրվա մեջ քիչ ամեն մեկը ինչ-որ բաներ տվեցին, սկզբից համանախագահների հայտարարություններ, հետո առանձին, չգիտեմ, օրը վայրը ասեցին, հետո ժամը կարող է ասեն, դրանից հետո իմացանք, որ բացի համանախագահներից եւ այն տրադիցիոն կլասիկ դառած միայն նախագահների հանդիպումից պարզվեց, որ այնտեղ 3 երկրների համանախագահ արտգործնախարարների մակարդակն է լինելու, որը մի մակարդակ ավել է, նրանից հետո տվեցին թեմաները, որոնք քննարկելու են, որոնք վերաբերվում են վստահության մեխանիզմների եւ ամրապնդման զինադադարի մասին, ամբողջ օրվա մեջ մեզ փորձում էին ձևավորումներով տալ, թե ինչ է լինելու դա իրանից, որը իմ համար ընկալվում է հետեւյալը, այդ բոլորը կարդալով ես հասկանում եմ, որ այնտեղ որևէ մեկը չի գնում քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այնտեղ քննարկվելու է ընդհանրապես թե ինչպես անենք, որ այսօրվա եղած ստատուս քվոն պահպանենք ու այլևս չկրակենք։ Ավելի շատ այս խնդիրն է գնալու կան։ Արդյունք կլինի թե ոչ, դա երկրորդ խնդիրն է դառնում, թե դրանից հետո այդ հանդիպումից կամ քննարկումից հետո ինչպես են այնտեղից դուրս գալու։ Բայց մի բան պետք է փաստենք հետեւյալի իմաստով։ Առաջինը, իրականության մեջ իսկապես միակ փաստաթուղթը, որը այսօրվա դրությամբ կա եւ գոյություն ունի, դա այն փաստաթուղթն է, որը ստորագրել են 3 կողմով, դա 94 թվականի զինադադարն եւ 95 թվականի այդպես ասած համատեղ ընկալումը, թե ինչպես պետք է ամրապնդեն այդ զինադադարի մասին եւ վերահաստատեն ամեն անգամ այն ինչ որ չի աշխատել կամ այնտեղ որտեղ կա ընդամենը 2 նախագահների ստորագրությունը գոյություն կամ կյանքի չի կոչվել։ Կլինի դա Մայնդորֆյան դեկլարացիա խնդիրը, կլինի Սոչի, ասենց ասած շոր 2 էլի փաստաթղթեր են եղել, չի եղել Ղարաբաղի ստորագրությունը, նրանք մի օր էլ չեն աշխատի կամ նույնիսկ այն ինչ որ ընդ գրել են, որևէ մի բանը չի կատարվել։ Ասենք, եթե չեմ սխալվում, նույն Մայնդորֆն թե Սոչին միշտ եղել է օրինակ քաղաքացիական հասարակություններին նպաստել իր այդ համագործակցությունը։ Տեսել ենք այնպես բան չի եղել։ Ուրեմն սա արդեն նույնիսկ մի ապացույց է, որ պետք է օգտագործեն։ Եվ այս իմաստով ինձ թվում է հանդիպումը կարևոր է նրանով, որ միգուցե մեկ անգամ եւս բոլորը իրար հետ նստեն հասկանան, որովհետեւ մինչեւ հիմա ամեն մեկը խոսում էր մամուլի լեզվով, տարբեր հայտարարություններով կամ տարբեր այցելություններով, բայց բոլորը մի սենյակում չեն եղել։ Թող գնան, ինձ թվում է հայկական կողմը պետք է գնա նաեւ ներկայացնի այն, որ առանց Արցախի այլևս քննարկել որևէ հարց լուծման իմաստով անիմաստ է, մեխանիզմների մասին եւ այլ մնացած մասին կարող է խնդիր բարձրացվի նույն չգիտեմ Նախճեվանի սահմանի վրա կամ Տաուշի սահմանի վրա, ինչ մեխանիզմներ են ելնելու, իսկ մնացածը արդեն պետք է բացատրեն այնտեղ, որ խնդիր կա Արցախա-ադրբեջանական սահմանին էլ դուք ուզում եք որ կռիվ չլինի, կանչեք Արցախին ու Ադրբեջանի թող նստեն։ Եթե դա իրենց պետք է, թող հայկական կողմը բարձրաձայնի։